Սեպտեմբերի 27-ին սկսված լայնամասշտաբ պատերազմը իրականում չի ավարտվել։ Դժոխային ժամանակներ ենք ապրում, քանի որ Հայաստանի իշխանությունը փաստորեն խաղում է թշնամու կողմից։ Ալիևի խոսքում խաղաղության խոսույթ իրականում գոյություն չունի։ Ռուսաստանում լրջորեն արդեն պետք է մտածեն ուժային միջոցների մասին։ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը կարևոր է, սա փաստ է։ Չի բացառվում, որ Իրանը արդեն իսկ ունի միջուկային զենք։ Իրանը ձեռք բերեց միջուկային զենք, Հայաստան դրանից պետք է որ շահի։ Հայաստանի համար որոշակի այսպես հույսեր են բացվում արտադրսից։ ՔՊ-ական, փաշինյանական իշխանությունը փաստորեն ուրացել է հայկական ինքնությունը։ Այսինքն նրանք նահանջել են հայ լինելուց, ուրացել են, բայց այդ ուրացման ճանապարհը ի վերջո տանելու է թուրքացման։ Հայաստանը տանում են դեպի թուրքացման։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է, ում եւ սիրով ողջունում ենք, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, 5 տարի առաջ այս օրերին, այս օրը, այս ժամերին, գնում է եթեր շուտով հաղորդումը, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, լայնամասշտաբ պատերազմ սկսեց, կարճ ասենք, որի հետևանքը եղավ Արցախի կորուստը, հազարավոր տղերքի նահատակությունն ու տասնյակ հազարավոր տղերքի աշմանդամություն դառնալը, պլյուս հասարակական ապաթիա, հուսալքություն, արտագաղթ եւ այլն։ Ինչ է ասում իշխանությունը, ինչ ունենք այսօր, ասում է, որ դա պետք է, որպեսզի խաղաղություն լիներ։ Ավելին, նա նախկին իշխանություններին, իդեմս Տեր-Պետրոսյանին մեղադրում է հետևյալում, որ 91 թվականից հայ զինվորը կանգնած էր այլ երկրի տարածքում։ Դուք ունեք մեկնաբանություն։ Գիտեք, դրանք հայկական մեկնաբանություններ չեն, դրանք թուրքական, ադրբեջանական խոսույթներ են։ Հիմա մենք, եթե սկսենք ակնհայտ այդ ստերի եւ կեղծիքների դեմ խոսել, կարծում եմ իմաստել չունի, ավելի լավ է անդրադառնանք այն փաստին, որ 5 տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսված լայնամասշտաբ պատերազմը իրականում չի ավարտվել։ Իրականում այդ պատերազմը շարունակվում է եւ ունի իր այսպես նպատակը, մեր ճշնամիները ունեն այդ նպատակը երբեք, ինչպես ես ասել եմ 90-ականներից, Արցախի գրավումը չէր միայն, այլ այդ նպատակը նաեւ Սյունիքի գրավումն էր, ինչպես նաեւ Հայաստանի ոչնչացումը։ Այդ ճանապարհը նրանք դեռ չեն հասցրել անցնել եւ խնդիրը այն է, որ մենք կարողանանք դիմադրել եւ կանգնեցնել նրան գոնե այնտեղ թշնամուն նկատի ունեմ, որտեղ նա կանգնած է այսօր։ Հետագայում փորձենք ամրապնդվել եւ տեսնենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը, Հայաստանի ռազմավարական խորությունը, բարեկեցությունը եւ երկրի կենսունակությունը պահպանվեն։ Որովհետև այս վիճակով, երբ թշնամին ամեն օր փաստորեն ճնշում է գործադրումքով վրա եւ դու կատարում ես, դու ասելով նկատի ունեմ Հայաստանի ներկայիս իշխանություններին, նրանք կատարում են կործանարար զիջումներ, ամեն անգամ այդ զիջումները ներկայացնելով որպես Հայաստանի համար փրկություն, փրկողակ։ Սա է իրականում մեր իրավիճակը եւ դժոխային ժամանակներ ենք ապրում, քանի որ Հայաստանի իշխանությունը փաստորեն խաղում է
թշնամու կողմից, այսինքն քաղաքագիտական տերմինը պատմագիտական կոլաբորացիոնիզմն է, այսինքն նա թշնամու հետ համագործակցած աշխատում է հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերի դեմ։ Սա է խնդիրը, որ մենք 5 տարի շարունակ չենք կարողանում կազմակերպել այստեղ լուրջ քաղաքական դիմադրություն եւ վերցնել իրականում իշխանությունը այս կոլաբորացիոնիստական խունտայից։ Բայց որն է այդ համագործակցության վերջնանպատակը, ժամանակ շահել մնալ իշխանության, թե իսկապես ինչ որ այդ հիմար թեզի ներքո այդ իրական Հայաստանը ինչ որ միտեղ ավարտվի, լավ, մարդիկ էլ հասկանան, ես փորձում եմ ռացիոնալ հատիկ գտնել, հիմարությամբ եմ զբաղված, բայց փորձում եմ գտնել։ Գիտեք, պետք է մի բան հասկանալ, էլի ես անընդհատ դա կրկնում եմ։ Հայաստանի այսօրվա իշխանությունները որպես քաղաքական ուժ, նրանք ինքնուրույն ուժ երբեք չեն եղել, այսօր էլ չեն։ Նրանք կամակատարներ են, այսինքն նրանք էլ չունեն ծրագիր, նրանց ինչ թելադրվում է, դա էլ անում են։ Միջազգային համաշխարհային այն կենտրոնների, ուժային կենտրոնների կողմից, որոնք գիտենք այստեղ ինչպիսի ներկայություն ունեն։ Թելադրել են հանձնել Արցախը, թատրոն խաղալով, պատերազմի փր խաղալով, հանձնել են։ Դրանից հետո թելադրել են կատարել այսինչ, այնինչ զիջումները, կատարել են, դասագրքերում փոփոխություններ կատարել են եւ դեռ կատարելու են։ Հիմա թելադրում են, ասում են, ջնջեք ձեր ազգային խորհրդանիշները ձեր գիտակցության միջից, սրանք փորձում են այդ գործն էլ կատարել։ Եվ այլն, միջանցքը հանձնել են։ Այսօր օրինակ դեռ 24 ժամը կարծում եմ չի անցել, ինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել, այո, Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մոտ ես նայեցի ամբողջությամբ նրա ելույթը, 18 րոպե էր մոտավորապես, այդ 18 րոպեի ուղիղ կեսը, հենց առաջին կեսը, որը եւ կարեւոր էր, Հայաստանի դեմ վայրահաչոցներ, բայց ոչ թե հենց այնպես վայրահաչոցեր, այլ կետ առ կետ Հայաստանը մեղադրվում էր տարբեր հանցագործությունների մեջ։ 30 տարի օկուպացվել է 20%-ը եւ այլն։ Եվ այդ ձևակերպումներն այնպես էին կատարված, որպեսզի Ադրբեջանը հիմա եւ հետագայում կարողանա հենվել դրանց վրա եւ Հայաստանից նոր ինչ ոչ թե նույնիսկ զիջումներ, այլ, չգիտեմ, մեծ ռեպարացիաներ պահանջել, չգիտեմ, մարդկանց պահանջել, դատի ներկայացնելու համար, տարածք պահանջել, տարբեր բաների համար նրանք Ալիևը ներկայացրեց մեղադրանքներ Հայաստանին։ Օրինակ նա ասաց, որ 4000 անհետ կորած ադրբեջանցիներ կան, որը շատ կարևոր հարց է, դրանով պետք է զբաղվել, եւ այդ դրանք անհետ կորել են Հայաստանի ագրեսիայի եւ օկուպացիայի պայմաններում, այդ դրա հետևանքով իբր դա էր նրա ասածը։ Ով է հաշվել։ Այո, իրանք թվեր են ասում, այսինքն, բայց ասում են, որպեսզի հետո դրա դիմաց բան պահանջեն։ Ասաց նա, որ Հայաստանը գրեթե 30 տարի ղեկավարել են ռազմական հանցագործները։ Այսինքն նա հաշվում է 1991 թվականից մինչև ըստ երևույթին 2018 թվականը Փաշինյանի իշխանության գալը, որ ասեց գրեթե 30 տարի։ Սա ինչ է նշանակում, եթե ռազմական հանցագործներ են ղեկավարել Հայաստանը, ռազմական հանցագործներին պետք է դատի տալ։ Ճիշտ է, միջազգային տրիբունալ կլինի, թե Ադրբեջանը կասի հանձնեք ինձ, ես դատեմ։ Նա ասաց, որ ես այստեղ նույնիսկ ինձ մոտ գրել եմ, որ ոչնչացվել է Ադրբեջանում հարյուրավոր քաղաքներ եւ բնակելի ուրեմն կետեր, 65 մզկիթ է ոչնչացվել, ընդ որում ասած միտումնավոր է ոչնչացվել։ Դարձյալ ով է հաշվել 65 մզկիթ, որտեղ, ինչ։ Նրանք հիմա խոսում են, իբր Հայաստանում կա 300 մզկիթ, ճիշտ է, դա Ալիևի խոսքում չկար, բայց նրանց падգամավորներից մեկն էր, մի 2-3 օր առաջ այդ մասին խոսում։ Սրանք փոխկապակցված այսպես հարցեր են։ Ալիևը խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ասաց, որ այո, Զանգեզուրի միջանցքը այդ Թրամփի անվան այսպիսի բանով է։ Զանգեզուրի միջանցքով կբացվի Թրամփի եւ։ Այո, Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն Ալիևի խոսքում խաղաղության խոսույթ իրականում գոյություն չունի։ Նա դնում է պահանջներ, արդեն
այդ բարձր ամբիոնից արդեն պահանջները դրված են, չասած որ լրացուցիչ պահանջները ավելի մանրացրած, ավելի այսպես ճոխացրած ամեն օր հնչում են Ադրբեջանում։ Սա է, որ Հայաստանի ղեկավարությունը բացարձակապես չի պատասխանում եւ մենք վերջին շրջանում առհասարակ չենք լսել Հայաստանի ղեկավարության շուրթերից որևէ մեղադրանք Ադրբեջանի հասցեին, նրանք չեն նշում, թե քանի քաղաք ու գյուղ է ոչնչացվել Արցախում, չեն նշում, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, մոռացել են այդ ամեն ինչը, չեն նշում, որ Հայաստանի տարածքի շուրջ պաշտոնական թվերով շուրջ 240 կիլոմետրը, քառակուսի կիլոմետրը բռնազավթված է ադրբեջանական զորքերի կողմից եւ նրանք նստած են Հայաստանի իշխող բարձունքների վրա, վերահսկում են Հայաստանի ճանապարհները։ Այսինքն տեղի է ունենում մի այսպես աբսուրդային իրավիճակ է Հայաստանի համար։ Թշնամին գիշեր-ցերեկ ներկայացնում են նոր պահանջներ, նոր մեղադրանքներ, գիշեր-ցերեկ այսպես վիրավորում է հայկական հասարակությանը, ժողովրդին, հայ ժողովրդին, իսկ հայկական կողմից միայն լռություն է կամ համակերպվածություն այդ խայտառակության։ Պարոն Այվազյան, տեսեք ինչ են ասում, ասում են հերիք հայելի տենց կռակ, վայրահաչոց է տնդիմադիրներին, էլի, որ 1.5 տարի է դե գերագույնն էլ ասես, չէ, խաղի, բանա, սահմանին խաղաղ է։ Ինչ եք ուզում ասում, ուզում եք նորից ասենք, ես հիմա պետքա լեզու գտնենք, պետքա բան անենք, ասենք տեսականորեն, sense հիպոթետիկ ճիշտ են ասում, բայց պետք է ասես այդ տխմարներ, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Այո, Գերեզմանում էլ է լուր։ Չէ, ոչ տեսականորեն են ճիշտ ասում, ոչ էլ գործնականում են ճիշտ ասում։ Չէ, սա ինչ մարազմա, որ փորձում են խաբել է ժողովրդին։ Գիտեք, որովհետև նրանք աշխատում են սոցիալական հոգեբանության մեջ եւ անձնական հոգեբանության մեջ գոյություն ունեցող դրույթների համաձայն, նրանց ուսուցիչները նրանց դա են սովորացրել, խնդիրը որպեսի անընդհատ վախի մեջ պահեն հայ ժողովրդին եւ ես ասում եմ համագործակցած հարձակումներ են գործում Փաշինյանը եւ Ալիևը եւ նրանց մերձավոր պաշտոնյաները հայ ժողովրդի արժանապատվության դեմ, հայ ժողովրդի դիմադրողական անընդհատ եւ այդ խոշոր հարձակումները տեղի են ունենում ոչ ուշ քան 10 օրը մեկ։ Կարող է տեղի ունենան 3 օրը մեկ, 5 օրը մեկ, 6 օրը մեկ, բայց 10 օրից ավել երբեք չեք դոզան պահում։ Անպայման, որպեսի հանկարծ հայ հասարակությունը, հայ ժողովուրդը հանկարծ ուշքի չգան եւ նրանք մի կողմից վախի մթնոլորտ է անընդհատ ապահովվում, մի կողմից Հայաստանի եւ հայության իբր անօգնական վիճակն է տարփողվում, մյուս կողմից տարփողվում է Ադրբեջանի հզորությունը, Թուրքիայի հզորությունը, եւ այդ վախի մթնոլորտում կարողանում են որոշ չափով կառավարել Հայաստանում տեղի ունեցող այս քաղաքական հանձնվողականության կապիտուլյացիայի գործընթացները։ Իդեպ Ալիևը իր ելույթում այսօր թե 3 կարելի է ասել մեր ժամանակով 3 Երևանի ժամանակով խոսեց նաև որ այն մասին որ Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ին այսինքն խնդրեմ պարզ ավելի ճիշտ գնահատական է տալիս այն նրան ինչ տեղի ունեցել նոյեմբերի 10-ին 2020 թվականի սա է իրավիճակը սարսափելի ծանր է, բայց պետք է մեր մեջ անելանելի չէ։ Ոչ, պետք է մեր մեջ ուժ գտնենք, ներքին, այսպես ասած, ռեսուրսները տարբեր միջոցներով մոբիլիզացնենք։ Ցավոք սրտի ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչև այսօր ընդունակ չեն եղել կամ չեն էլ ցանկացել ժողովրդին ոտքի հանել եւ ամբողջ այս դժգոհությունը, որ այսօր կա ժողովրդի մեջ եւ դժգոհությունը շատ մեծ է, չեն կարողացել կազմակերպել կամ չեն ցանկացել կազմակերպել, հայտնի չէ։ Այնպես որ պետք է փորձել առայժմ պահել դիմադրողականության ոգին գոնե այն աստիճանին, որին այժմ է եւ փորձել ընդդիմադիրներին բան մի ասեք, մարդիկ լուրջ գործով են զբաղված, իմպիչմենտ են
կազմակերպում։ Դե Մենք եկեք ռեգիոնը վերլուծենք, հասկանանք ինչ է կատարվում, պարոն Այվազյան, դա նաև ձեր ուղղակի, հա, մասնագիտական վերլուծության տիրույթն է։ Ադրբեջան-Ռուսաստան լարվածությունն անցավ, ինչ որ լրություն է այդ։ ոչ, չեմ կարծում։ Հացարձակապես Ռուսաստանի ղեկավարությունը շատ է ցանկանում, որպեսզի վերադարձնի Ադրբեջանին իր պատկերացմամբ, այսպես ասած, կառուցվածքային հուն, չեմ ասում, թե նրանք հույս ունեն, թե իր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպես եղել են, դրա հույսը արդեն չունեն, բայց գոնե փորձում են չթշնամանալ Ադրբեջանի հետ, բայց կարծես թե նրանց մոտ դա չի ստացվում, որովհետև Ադրբեջանը պարբերաբար կատարում է որոշակի քայլեր Ռուսաստանի դեմ, շատ խիստ քայլեր, եւ զիջումների չի գնում։ Իսկ դա բերելու է նրան, որ Ռուսաստանը ինչ որ պահի պետք է վճռական քայլերի դիմի, որովհետև ուժային քայլերի, որովհետև տնտեսական ճնշումը չի տալիս այն ազդեցությունը, որը կցանկանային, որ Մոսկվայում կցանկանային, որ այդ ազդեցությունը լիներ, իսկ թողնել Ադրբեջանին ահա այսպես թշնամական, այսպես դիրքորոշման մեջ, երբ Ադրբեջանը վարում է այսպես կատաղի մոլի հակառուսական քաղաքականություն եւ քարոզչություն եւ միաժամանակ կատարում է Միջինասիայի հանրապետությունների այսպես ադրբեջանականացման եւ հակառուսականացման ուրեմն կազմակերպիչի դերը, որտեղ նա Ադրբեջանին նայելով Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղստանը, նաեւ գուցե Թուրքմենստանն ու Տաջիկստանը սովորում են, թե ինչպես պետք է վարվել Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանը, եթե թույլ տա, որ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղստանը դառնան Ադրբեջան, նրա խնդիրները կտասնապատկվեն, եւ ես կարծում եմ Ռուսաստանում լրջորեն արդեն պետք է մտածեն ուժային միջոցների մասին, ընդ որում ոչ ուշ, քան առաջիկա գուցե կես տարվա ընթացքում, որովհետեւ կարող է շատ ուշ լինել արդեն, եւ մեր Ադրբեջանի փոխարեն ստանան, ասացի, այդ բոլոր պետություններին նրանց հետ ունեցած այդ հազարավոր կիլոմետրեր սահմանով ստանան մի թշնամական իրավիճակ։ Այնպես որ այստեղից կարող է տարածաշրջանի խնդիրները ստանան այլ ընթացք եւ կատարյալ այսպեսի մի փոփոխություն տեղի ունենա։ Պարոն Այվազյան, ինչ ասել է ուժային լուծում։ Ուժային ասեմ։ Դե մի քանի բան պայթեց արդեն, հիմա։ Չէ, այդպես Այդ ուղղակի նախազգուշական։ Այնինչ պայթեց Ուկրաինայի տարածքում։ Թեկուզ։ Այո, բայց դա բավարար չէ եւ երբ ես ասում եմ ուժային, նկատի ունեմ հենց ուղղակի ուժային հարված Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքին, այնտեղ արդեն որոշակի Ռուսաստանում որոշակի այսպես բացատրություններ են փնտրում եւ գտնում, օրինակ Ադրբեջանի որոշ այսպես ներկայացուցիչներ, ադրբեջանցիներ քաղաքական շրջանակներից հայտարարել են, որ Դերբենտը ադրբեջանական քաղաք է։ Սա Ռուսաստանին տալիս է միաժամանակ լեգիտիմ իրավունք։ Այո, որ նպատակ ունի Ադրբեջանը հարցակվել Դաղստանի ուղղությամբ Ռուսաստանի վրա, փորձել փոկել Դաղստանից ինչ որ մի կտոր։ Չեմ կարծում, թե այդպիսի նպատակ ունենա Ադրբեջանը, բայց նպատակը կունենա, բայց ոչ այս պահին, այլ այն պահին, երբ հանկարծ Ռուսաստանը ըստ արևմտյան սցենարների, ուկրաինական սցենարների փլուզվի եւ մասնատվի։ Այդ ժամանակ անկասկած Ադրբեջանի զորք կմտնի Դաղստան։ Բայց այս պահին Ռուսաստանը դեռ ամուր է, դեռ ընդհակառակը ռազմական առումով Ուկրաինայում նա է հաղթող կողմը, ճիշտ է շատ դանդաղ, բայց այդպես է։ Եվ Ռուսաստանը կարող է չսպասել հետագա ավելի բարդ իրավիճակների առաջացմանը եւ կամ Դաղստանի կողմից, կամ նավթային ուրեմն նրա ենթակառուցվածքներին մի հարված հասցնի, կամ Դաղստանի կողմից մտնի ասելով, որ
ես պրևենտիվ հարված եմ, այսպես կանխարգելիչ հարված եմ հասցնում Ադրբեջանին, քանի որ գիտեի, որ Ադրբեջանը պատրաստվում է ներխուժել Դերբենտի ուղղությամբ։ Մոտավորապես այն սցենարն եմ ասում, որը տեղի ունեցավ Վրաստանի հետ։ Ուկրաինայի հետ։ Վրաստանի հետ ոչ, որտեղ Վրաստանի հետ իսկապես վրացական զորքերը հարձակվեցին հարավային կանխարգելիչ է, հակահաբեկչական։ Այն ժամանակ Դոնբասի հարցով ասում են, չէ, որ պետք է Ուկրաինան հարձակում գործե, իրականում պատերազմ կա։ 20 օրվա տարբերությամբ նույնը երկրորդ համաշխարհային։ Կարող է այսպիսի մի իրավիճակ լինել, թե կլինի, չի լինի, հաստատ չենք կարող ասել, բայց հավանականությունը արդեն բավականին լուրջ է։ 50% հավանականություն կարելի է տալ այդպիսի զարգացումներին, որը շատ մեծ է, շատ մեծ հավանական։ Ալիևը վապանք է գնում, այսինքն ինչ է ստացվում։ Եվ այստեղ մի բան էլ ավելացնեմ, նոր սկսել են հնչել Ռուսաստանից տեսակետներ Հայաստանի կարևորության մասին այս առումով։ Նոր սկսել են որոշ Ռուսաստանի բնականաբար իշխանության հետ կապ ունեցող բլոգերներ խոսել այն մասին, որ Արցախը հայկական պատմական տարածք է եւ Ադրբեջանը օկուպացրել է այդ տարածքը։ Իհարկե սրանք պաշտոնական մակարդակով խոսակցություններ չեն, բայց արդեն որ այս վերջի, ուրեմն 20 թվականից մինչև այս վերջի 20 օրը 1 ամիսը այսպիսի խոսակցություններ առհասարակ չեն եղել։ Նոր այս մոտ մի 20 օրվա հարցեր եմ ասում, որ սկսել են այդպիսի խոսակցությունները, իսկ դրանք կարող են ծնագնդի պես ավելանալ եւ ինչ-ինչ փոփոխությունների բերել, այսինքն այն ընթացքը, երբ Ռուսաստանը կարծում էր, թե հայկական շահերը զոհաբերելով ապահովում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հավատարմությունը, լոյալությունը, այսպես ասած, Ռուսաստանում պետք է որ արդեն տեսնեն եւ համոզվեն, որ չաշխատեց։ Դա տապալվեց, դա սարսափելի սխալ հաշվարկ էր, միամիտ հաշվարկ էր եւ Ուղղակի այնտեղ այլընտրանք չունեին, պարոն Այվազյան, դե ուկրաինական ֆրոնտը մի պահ ծանրացավ Ռուսաստանի համար։ Չգիտեմ, այլընտրանք ունեին, որովհետեւ գիտեք Ռուսաստանը վերել իսկ սա ռուսին պաշտպանել է, բայց մենք վերլուծում ենք։ Չէ, ունեին այլընտրանք, սխալ հաշվարկ էր, ասում եմ, միամիտ, սարսափելի սխալ, զարմանալի սխալ հաշվարկ էր, որովհետեւ Ռուսաստանը այն երկիրը չէր, որ մեկ ճակատով միայն պատերազմ մղի, չկարողանա երկրորդ ճակատով էլ պատերազմ մղել, ում դեմ Ադրբեջանի դեմ, ասենք թե։ Հա, բայց դե իրանց մոտ soft power-ը չկա, էլի տապոր են, շատ կացնային։ Չէ, հենց խոսքը ոչ թե փափուկ ուժի մասին է, այլ հենց կոշտ ուժի մասին է։ Նրանք կարող էին Հայաստանին օգնել, որպեսզի Արցախը չընկներ։ Այդ օգնությունը Հայաստանը եւ Արցախը չստացան, Արցախի հանրապետությունը։ Եվ հիմա նրանք ըստ երևույթին գիտակցում են, թե որքան կարևոր էր Հայաստանը Ադրբեջանին զսպելու համար, Ադրբեջանի հակառուսական այդ ամբողջ տրամադրությունները այսպես փակ պահելու համար։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Շատ բարի, հնարավոր զարգացումներին գալով, ասում եք 50%, դա իսկապես չափազանց մեծ է, հնարավոր հարվածի պարագայում ինչու պիտի, ես չեմ ընկալում, որ Ռուսաստանի ձեռնտու է հարվածել, չնայած ելնելով, որ այո, իրավիճակը այլ բան չի ուշում։ Երկրորդ օջախ է բացվում, պարոն Այվազյան, դա էլ հենց մի վեցի ուզածն է։ Կարող է պարզապես ելք չունենա, իսկ բացի դրանից Արևմուտքի հետ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները գնալով էլ ավելի են սրվում, այնպես որ այդ եթե բանը հասնի ավելի լայն հակամարտությանը, այդ ժամանակ արդեն Ադրբեջանի հետ ճակատ չբացելու հարց էլ չի առաջանալու։ Գիտեք, Ռուսաստանը ասում եմ այն երկիրը չէր, որ չկարողանար։ Հիշենք 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը Նապոլեոնի հետ պատերազմ ուրեմն վարելուն զուգընթաց
կռվում էր Թուրքիայի եւ Պարսկաստանի դեմ։ Զուգընթաց։ Նապոլեոնը եկել հասել էր 1800 Մոսկվան գրավել էր, բայց այստեղ ռուսական զորքերը Պարսկաստանի դեմ էին կռվում, Թուրքիայի դեմ էլ մի պահ մինչև այդ ներխուժումը ընդհանրապես մի քանի օր առաջ խաղաղություն կնքեցին։ Հետո էլի բայց սկսվեց պատերազմը։ Կայսրություն էր այլ Այսօրվա Ռուսաստանը չկարելի ասել, որ շատ ավելի թույլ է, քան այն ժամանակվա Ռուսաստանը, այդպես էլ չի։ Կապի միջոցները հրթիռ, հետո Ադրբեջանի հետ պետք չէ անպայման ցամաքային մի մեծ խոշոր ներխուժումը, հրթիռային հարվածներով հարցերը լուծվելու են, հրթիռների եւ ԱԹՍ-ների հարվածներով, իսկ ներխուժումը շատ սահմանափակ կարող է լինել Դաղստանի տարածքի այն լեզգիական, ավարական հատվածները, դրանք գրավվեն, ասեն միանում են Դաղստանին, վերջանա գնա։ Դրանով իսկ սակայն Ադրբեջանի պետական ամբողջ համակարգը այսպես կցնցվի եւ այնտեղ իշխանափոխություն տեղի կունենա, կարող է տեղի ունենալ ներքին բախումներ, ընդհանուր մինչև քաղաքացիական պատերազմ եւ այլ։ Իսկ հարցերը շատ են, չգիտենք, բայց որ իրավիճակ է փոխվել տարածաշրջանում եւ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը կարեւոր է, սա փաստ է։ Սա փաստ է, զարմանալիորեն ասում եմ, այդ գիտակցությունը չկար, այնտեղ ես մի երկու օրինակ ուղղակի բերեմ, օրինակ Մոդեստ Կոլերովը, որը միշտ իշխանական այսպես դեմք է եղել, Ռեգնումի նախկին գլխավոր խմբագիրը, ասում էր, թե Ռուսաստանի համար Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսության շենքը ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Հասկանում եք։ Կամ Եվստաֆիևկա, որ Սալավյովի մոտ հաճախ ելույթ է ունենում, պրոֆեսոր, մի ծակ պրոֆեսոր շովինիստ, նա ասում էր, թե բազմավեկտոր Ադրբեջանը, չեզոք Ադրբեջանը, բազմավեկտոր, լավ հարաբերություններ կպահպանի Թուրքիայի, Ռուսաստանի, Արևմուտքի բոլորի հետ, իսկ փոքր Հայաստանը, մալինկայա Արմենիա, ստիպված կլինի լինել կամ Ռուսաստանի պրովինցիա, էթնոգրաֆիկ պրովինցիա, էթնոգրաֆիչսկայա պրովինցիա, իր բառերն եմ ասում, կամ մի վիլայեթ Թուրքիայի կազմում։ Այսինքն Հայաստանի կարևորությունը իրենց համար ջնջված էր։ Չգիտեմ ով էր խորհուրդ տվել, ոնց էին խորհուրդ տվել, ոնց էին խելքները կերել Ռուսաստանի ղեկավարության, որ Հայաստանը կարելի է զոհաբերել, դիմացը ստանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի պես եթե ոչ դաշնակիցներ, ապա վստահելի գործընկերներ։ Բայց հիմա տեսնում ենք, որ Թուրքիան ուղարկում է իր այդ ծանր ինքնաթիռները, դերելեո ռուսերեն, ուրեմն հեռավոր, այսպես հեռու տարածքները հետախուզող ռադիոէլեկտրոնային միջոցներով հետախուզող ինքնաթիռները, որոնք եւ թանկ են, եւ շատ թանկարժեք են, ուրեմն ու ուղարկել է Լիտվա, որպեսզի ապահովի Ռուսաստանի դեմ այնտեղ ՆԱՏՕ-ի գործողությունները եւ ամեն ինչում է Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի դաշնակից։ Բոլոր հարցերում երեք էլ Թրամփի հետ այդ հանդիպումը Էրդողանի, որ խաղաղ ատոմի զարգացման Ատոմի զարգացումը դեռ մի կողմ, որովհետև ատոմի զարգացումը Ռուսաստանի հետ էլ է երկու ատոմակայանի հարցը, մեկը կառուցե վերջացվել է։ Միջուկայինի հարց են լուծում, Բայց կարևորը այստեղ զենքերի հարցն էր, F-35-ների հարցն էր, որ Թուրքիան ուզում է գնել, եւ F-16-ները այնտեղ վերանորոգել, նորագույն մոդեռնիզացիայի ենթարկել։ Այստեղ է կարևոր հարցերը, որ Թրամփն էլ մի նախապայման դրեց, ըստ որի պետք է ռուսական նավթ չգնի Թուրքիան։ Հիմա դեռ տեղեկություններ ճիշտ ասած չունեմ, թե այդ նավթ գնել չգնելը ինչ է լինում, բայց որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի այսպես անխախտ անդամ, դրան դա փաստ է։ Պարոն Այվազյան, մի կարևոր երկիր էլ կա մեր տարածաշրջանում, նախորդ հաղորդումներում այսպես էպիզոդիկ անդրադարձել ենք, բայց կուզենայի մի քիչ հավաքական Իրանին անդրադառնանք իր միջուկային ծրագրով հանդերձ։ Այ ինչ ստեղ հնարավորություններ, հավակնություններ ու այս զարգացումների համատեքստում հնարավոր ռիսկեր։ Կարծում եմ էպիզոդիկ չենք անդրադարձել։ Իրանի մասին հատուկ հաղորդումներ մենք ունեցել ենք մոտ 1 տարի առաջ, կարծեմ, այո։
Իրանի այո, կարևորությունը, դերը, նշանակությունը մեծապես մեզ համար խիստ կարևոր երկիր է եւ այն որ Ադրբեջանը չհամարձակվեց ներխուժել Սյունիք 2020 թվականից հետո 21, 22, 23 թվականներին դա կարծում եմ առավելապես հենց Իրանի կոշտ դիրքորոշումներ, որով Իրանը ցույց տվեց, ասեց, հայտարարեց ամենաբարձր մակարդակներով ռազմական, քաղաքական եւ այլն հիմա նույնիսկ ուրեմն Խամենեի մակարդակով եւ մնացած բոլոր հրամանատարների, գեներալների, որ մենք թույլ չենք տա անցկացվեցին զորավարժություններ եւ այլն, այսինքն Իրանի դիրքորոշումը այստեղ սարսափելի մեզ համար կարեւոր է։ Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, որը նույնպես կարող է հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, Իրանը իհարկե ունի ատոմի խաղաղ զարգացման ծրագիր։ Բայց Իրանում արդեն բացահայտ հնչում են տեսակետներ, խորհրդարանում տասնյակ падգամավորներ, օրինակ 70 падգամավոր մի քանի օր առաջ դիմում գրեցին Իմամ Խամենեին, որպեսզի նա Այաթոլլահ Խամենեին, որպեսզի նա հետ կանչի իր արձակած, դեռևս կարծեմ, եթե չեմ սխալվում, 2003 թվականին արձակած իր կոնդակը, մեր հայկական եկեղեցական, եթե տերմինով ասենք, իր այդ հրամանը, որով արգելվում է միջուկային զենքի արտադրությունը։ Այստեղ մի հատ ուրիշ կարևոր հարց կա։ Չի բացառվում, որ Իրանը արդեն իսկ ունի միջուկային զենք, որը նա գուցե ձեռքը զարգաց, այսպես մշակել է, արտադրել է այս վերջին պատերազմից հետո, հունիսին այս տարվա տեղի ունեցած 13-օրյա պատերազմից հետո։ Ինչու եմ այսպես ասում, եւ սա իմ տեսակետը չի, այլ որոշ մասնագետներ են այս մասին խոսել միջուկային զենքի, բանն այն է, որ Իրանը ունի մոտ 400 կիլոգրամ հարստացված ուրան, մինչև 60 աստիճան հարստացված ուրան։ Եվ մասնագետների կարծիքով, բայց իսկական լուրջ մասնագետների կարծիքով հենց այդ հարցերի, որպեսզի Իրանը այդ 400 կիլոգրամից, որը այսօր ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ չէ, այդ միջուկային ռուսական հապավումով ասացի, միջուկային ատոմային էներգիայի գործակալության հետ իր հարաբերությունները դեռ ամբողջապես չեն վերականգնվել եւ այդ 400 կիլոգրամը այսօր հայտնի չէ թե որտեղ է։ Իսկ այդ 400 կիլոգրամից ըստ մասնագետների, լրջագույն մասնագետների կարելի է արտադրել 8 կամ գուցե 9-10 ատոմային ռումբ։ Ամեն մի ռումբի արտադրության համար պահանջվում է ընդամենը 3-4 շաբաթ։ 3 շաբաթ նույնիսկ ասում են։ Եվ պահանջվում է ընդամենը 60 քառակուսի մետր տարածք եւ մի ավտոմեքենայի շարժիչ ընդամենը, հասկանում եք։ Պատերազմից հետո Իրանը որպեսի ապահովագրվի Իսրայելի միջուկային հարվածից չի բացառվում, որ արդեն իսկ արված լինեն, պատրաստած լինեն 1, 2, 3, 4 ատոմային ռումբեր, պարզապես այդ մասին հայտարարված չլինի։ Չէ որ հիմա էլ են հնչում սպառնալիքներ Իրանի դեմ, ասում են, որ պետք է ենթարկվես կամ նորից հարձակման այլապես ուրեմն կրկին կենթարկվես այդպիսի խոշոր հարձակումների եւ շատերը համարում են, որ երկրորդ պատերազմը Իսրայելի եւ Իրանի միջև տեղի ունենալու է այս տարվա ընթացքում, այսինքն մինչև նոր տարի։ Շատերը այդ հավանականությունը շատ բարձր են գնահատում, ոչ թե 50%, այլ 90% կամ ավելին։ Հիմա կլինի պատերազմ, թե չի լինի, չգիտենք, բայց Իրանում էլ չգիտեն, կլինի, թե չի լինի։ Եվ եթե չգիտեն կլինի, թե չի լինի, իրենք պետք է փորձեն ապահովագրվել, որպեսզի պատերազմի ժամանակ հայտարարեն, որ մենք ունենք ատոմային զենք, հանգստացեք, չհամարձակվեք մեր դեմ կիրառել ատոմային զենք կամ այլ ավելի հզոր միջոցներ, այլապես մենք էլ ձեզ կհարվածենք ատոմային ռումբով։
իսկ այդ դեպքում հասկանալի է, որ Իսրայելը ոչնչանալու է ընդամենը մեկ ռումբի հարվածից այդ պետությունը իհարկե կարող է ամբողջությամբ անմարդաբնակ չդառնալ, բայց կդառնա անվստահ այսպես անկենսունակ։ Նու Իսրայելի գործերը չգիտեմ որքանով է հաջող, չնայած միլիտարիստական ռազմատենչ դրսևորումանը Նեթանյահուի ելույթին լքում են դեմոնստրատիվ երկրների ղեկավարները ՄԱԿ-ի դահլիճը, Ֆրանսիան է ճանաչում, Բրիտանիան է ճանաչում Պաղեստին անկախ պետությունը, Թրամփն է ասում, որ թույլ չեմ տա, որ Օրդանանի աչափին պետությունը չոր չես հասկանում այդտեղ ինչ է կատարվում, բայց հարցս այլտեղ է, պարոն Այվազյան։ Իրանի այս տեսակ ռազմական ընդհանուր միջուկային պոտենցիալը մեզ օգուտ է թե վնաս ուղիղ։ Այդ մեր հենց կարևորը մեզ համար դա է։ Կզսպի Ալիևներին, Էրդողաններին։ Ես կարծում եմ, եթե Իրանը ձեռք բերեց միջուկային զենք, Հայաստան դրանից պետք է որ շահի, քանի որ Իրանի դեմ այդ հարձակումներն էլ կդադարեն, Իրանը փաստորեն ավելի հանգիստ իրավիճակում կհայտնվի, իսկ դրանով հանդերձ հանգստություն կբերվի նաև մեր տարածաշրջան, քանի որ ամուր Իրանի պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան չեն հարձակվել Հայաստանի վրա։ Այնպես որ տեսնենք եւ ինչ որ չափով ես կարծում եմ պետք է հուսանք, որ Իրանը կստանա այդ հնարավորությունը եւ միջուկային զենք։ Հետո հաշվի առնենք, որ Թուրքիան չունի այսօր միջուկային զենք, բնականաբար Ադրբեջանը չունի, նույնիսկ խաղաղ ատոմային ծրագիր չունի Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանում կա ատոմակայան։ Այնպես որ այսպիսին է իրավիճակը Իրանի ուրեմն մասով, եթե նայենք, հույսեր կան այդ կողմից էլ, այսինքն Հայաստանի համար որոշակի այսպես հույսեր են բացվում արտակ դրսից, ներսից առայժմ այդ հույսերը կարելի է հիմնել միայն ժողովրդի ծայր աստիճան դժգոհության վրա իշխանություններից, իսկ դրսից այդ հույսերը կայանում են հենց ռուս-ադրբեջանական հարաբերությունների ծայրահեղ սրման մեջ եւ Իրանի եւ դարձյալ Ադրբեջանի հարաբերությունների ոչ այսպես եղբայրական լինելու մեջ եւ Իրանի հայկական տարածքը անձեռնմխելի ճանաչելու ու պահելու իր հստակ դիրքորոշման մեջ։ Եթե Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները լարգում են, հնարավոր է Իրանը եւս անմասն չմնա ու ինչպես Ադրբեջանը կռիսավարի, տենց առնետին իրեն բնորոշ Իսրայելա-Իրանյան պատերազմի ժամանակ դրսևորեց, տարածք տրամադրի բան անի, հետո փշի անի եւ այլն, այս կերպել Իրանը էլի տենց այնտեղ հաշվարկներ կկատարեն այդ ժամանակ։ Այո, իհարկե հնարավոր է, բայց հաշվարկներ կկատարվեն եւ կորոշեն իմաստունի նրանք էլ միաժամանակ Ռուսաստանի հետ ինչ որ մի գործողություն կատարեն տարածքային լինի։ Այո, դա այս տարածաշրջանը ծանոթ է նման զարգացումների, երբ կայսրություններից մեկը փլուզվում է պետություններից մեկը, ապա բոլորը փորձում են իր կտորը ստանալ, իր հատվածը ստանալ։ Իդեպ սա մեզ էլ է վերաբերում։ Եթե Հայաստանը տեսեք, մենք կորցրինք Արցախը, բայց եթե մենք հանկարծ Աստված չանի կորցնենք Սյունիք, իսկով ասեց, որ Վրաստանը լոռու նկատմամբ նկարտումներ չի ցուցաբերի, ել չեմ ասում Թուրքիայի մասին եւ Ադրբեջանի մասին, որ հասկանալի ամբողջ Հայաստանի նկատմամբ Վրաստիկի նախագահը տենց էլ ասում էր։ Վրաստանի նախագահը տենց էլ ասում էր, որ լոռու Այո, հենց այնպես չի պատական չհիշատակեց նա լոռի, բայց միայն Վրաստանը չի այստեղ իհարկե համար առաջին այսպես վտանգը ներկայացնելու, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք նպատակ ունեն միշտ ունեցել են ոչնչացնել Հայաստանը, հայերին կամ արտաքսել Հայաստանից, բնիկ, այսինքն հայերին այս տարածքի բնիկ ժողովրդին, կամ թուրքացնել։ Սա է։ Թուրքացնելու պլանների մեջ է մտնում արդյոք Ա. Մեսրոպ Մաշտոցին QR դարձնելը, Բ. Մասիսարը պետական կնիքից հանելը,
որ չջղայնացնենք էլի Ալիևին, հասկանում եք։ Օրինակ ասում դե պետք է ագրեսիա առաջացնում։ Հիմա Արարատ լեռը հիմա լավ կլինի Թուրքիան արագած լեռը չորբա։ Ցնդաբանություն մոտենում ես ասես տղա ջան, դուք եք իշխանությունը, ինչի է քաղաքական կամ լա քաղաքական չէ։ Կանխարգելիչ գործողություն ինչին է գնան չի արել, որ պետք է համայնքապետ սպանվի, սպանություններ լինեն, չգիտեմ, այտենց հարցեր լուծեն։ Ասպա 20 տարի առաջ էլ է սպանությունները։ Ինչ ասես։ Հա Մի քիչ խառնեցի իրար, հա, բայց այն ինչ վերաբերում է խորհրդանիշներին, սրանք գիտեք ինքնության հարց են խորհրդանիշները։ Այս դարաշրջանում մեր ժողովրդի, ինչպես նաև շատ ուրիշ քրիստոնյա ժողովուրդների ինքնությունը առավելապես աշխարհիկ է։ Առաջ եղել է առավելապես կրոնական, կրոնի հետ են կապված եղել, ամեն ինչը տոներ են, ծեսեր են, չգիտեմ, ազգային ամեն ինչը կրոնի միջոցով է դրսևորվել եւ կրոնը փոխելով մարդիկ կտրվել են իրենց ազգությունից, կրոնափոխ լինելով դադարել են հայ լինելուց, վրացի լինելուց, հասկանում եք, իսկ այսօր, երբ ավելի աշխարհիկ է ինքնությունը, կրոնը ճիշտ է ունի իր դերը, մեծ դերը, քանի որ այդ աշխարհիկի մեջ էլ է տեղավորվում որպես մշակութային, նաև շատերի մոտ հենց կրոնական զգացմունքների եւ կրոնական ուրեմն հավատալիքների մի ամբողջություն, բայց շատերի մոտ էլ խորհրդանիշները հենց բուն ինքնությունն են, օրինակ Արարատ լեռը հայ ժողովրդի համար եղել է խորհրդանիշ, ոչ թե վերջին տասնամյակներին կամ վերջին տարիներին, վերջին հարյուրամյակներին, ոչ։ Արարատ լեռը եղել է մեզ համար խորհրդանիշ, առնվազն գոնե այն ինչքան գիտենք, մի 2500, 3000 տարի, հնարավոր է շատ ավելի վաղ շրջանից եւ ամենայն հավանականությամբ էլ ավելի վաղ շրջանից, 4000, 5000 տարի, այդ լեռը տեսնելով մարդիկ համարել են, որ այդ լեռը իրենցն է, քանի որ իրենք են այդտեղ ապրել, հայկական պետություն է այդտեղ եղել, գոյություն ունեն դրամներ, որտեղ Արարատ լեռը պատկերված է, 2000 տարվա դրամներ են դրանք։ Հասկանում եք, Տիգրան IV-ի դրամների վրա Արարատ լեռը պատկերված է։ Մեր ռազմիկ պատմիչ Եղիշեն 5-րդ դարում ասում էր. մենք երկու գետով նկատի ունենալով Եփրատն ու Տիգրիսը եւ Նոյան տապանով ավելի բարձր ենք, քան մյուս բոլոր ազգերը։ Այսինքն Նոյան տապան ասելով դարձյալ Արարատը նկատի ուներ։ Այսինքն էլի մերն էր, չի համարում Եղիշեն, համարում է մենք ավելի բարձր ենք, քան մյուսները Արարատ լեռով, Նոյան տապանով, հասկանում եք։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Որովհետև Արարատ լեռը սոսկ լեռ չէ, դա մեր ինքնության դրոշն է։ Այո, իսկ հիմա տեսեք ինչ է տեղի ունեցել։ Տեղի ունեցել մի շատ կարևոր փաստ, որ մեզանում դեռևս չի արձանագրվել, բայց կարծում եմ շուտով կարձանագրվի։ Հայաստանի Հանրապետության ԿՊԱ-ական, փաշինյանական իշխանությունը փաստորեն ուրացել է հայկական ինքնությունը։ Եվ նրանց կարելի է ամենայն այսպես լրջությամբ, պատասխանատվությամբ անվանել ուրացողներ։ Որովհետև եթե ուրացողները նախկինում, օրինակ, ինչու էին Վարդան Մամիկոնյանի դեմ այդքան մեծ արշավ այս վերջին տասնամյակներին գրքեր, հոդվածներ, Վարդան Մամիկոնյանը այսպես, այն ժամանակ ուրացողները կրոնն էին ուրանում նաև, ինչպես նաև անկախ պետականություն ունենալը։ Իսկ այսօր դարձյալ անկախ պետականություն ունենալը ուրանում են եւ ուրանում են այդ պետականաստեղծ խորհրդանիշները, տեսեք, բանը հասել է նրան, որ Արարատ լեռը չէ որ մեր զինանշանի վրա է նայել, մեր պետական տարբեր
կնիքների վրա է եղել, որ արդեն սկսել են ջնջել։ Ամենուր է Արարատ լեռը։ Մարդկանց գիտակցությունից փորձելով ջնջել Արարատ լեռը, փորձում են բռնի պետական միջոցների միջոցով մարդկանց հայազերծել, այսինքն փորձում են այս նախնական փուլում հայկականությունը թուլացնել։ Հետո թուլացնելուց հետո պարտադիր կերպով փորձելու են նաև կրոնափոխանել, դա էլ է լինելու։ Մսկիթներ կառուցելով են, ինչ է ասում։ Ասում են Հայաստանում 65 մսկիթ, ադրբեջանցիները ասում են Հայաստանում 65 մսկիթ է ոչնչացվել։ Ինչ 65 մսկիթ Հայաստանում, որտեղ է 65 մսկիթ եղել, որ մի հատ էլ ոչնչացվեր։ Իսկ չեն ասում, թե իրանք քանի եկեղեցի, խաչքար, գերեզման, քաղաք, գյուղ, դպրոց, ամեն ինչքան են նրանք ոչնչացրել։ Իսկ այստեղ ԿՊ-ական իշխանությունը, փաստորեն ԿՊ կուսակցությունը արդեն իսկ ուրացել է հայկական ինքնությունը։ Արդեն իսկ այդ քայլը կատարել են նրանք։ Այսինքն նրանք նահանջել են հայ լինելուց։ Այսինքն հայ լինելու շատ կարևոր բաղկացուցիչները նրանք մերժել են իրենց մեջ արդեն։ Եվ նրանց կարելի է արդեն համարել այլ ազգի ներկայացուցիչներ։ Թե ինչ անուն կդնենք, դեռ հայտնի չի։ Ժողովրդի մեջ ասում են թուրք, ասեն, դեռ թուրք չեն դառել։ Չէ, հայ են, բայց ուրացող են, ճիշտ եք ասում։ Այո, նրանք ուրացել են, բայց այդ ուրացման ճանապարհը ի վերջո տանելու է թուրքացման, որովհետև Արարատ լեռան պատկերով չի ավարտվում, ինչպես գիտեք, մեր ամբողջ պատմությունն է սկսել կեղծվել դասագրքերով, գնում են հասնում են նաև այլ զինանշաններին, հարստությունների զինանշաններին, մոռացության են տալիս հայկական կոտորածները, երբ թշնամին ընդհակառակը տոնում է այդ կոտորածները, մենք չենք ոգեկոչում մեր անմեղ նահատակներին, չենք ոգեկոչում մեր հերոսամարտերը։ Տեսեք, անցյալ տարի տեղի ունեցավ մեր մայրաքաղաքի Երևանի Օսմանյան բանակի դեմ պաշտպանության 300 ամյակներ, հոբելյանական տարեթիվ, 20,000 օսմանցի ասկյար է ոչնչացվել Երևանի պատերի տակ։ Երևանի աշխարհազորը բաղկացած եղել 11,500 մարդուց, ներառյալ մոտավորապես 2,000 կողքի գյուղի բնակիչներն էին այդ 11,500-ի մեջ։ Անցյալ տարի սեպտեմբերին, հենց այս օրերին, այսինքն տեղի ավարտվել է, սկսվել է հունիսի վերջին, ավարտվել է սեպտեմբերի վերջին պաշարումը, տեղի են ունեցել մեծ ճակատամարտեր, փառահեղ կռիվներ են տվել հայերը կանոնավոր զորքերի դեմ, եւ անցյալ տարի որևէ մեկը չոգեկոչեց, չհիշեց, չհիշատակեց, պետությունը չհիշեց Երևանի հերոսամարտը, այն ինչ պետք էր հուշարձան կանգնեցնել, պետք էր պետական հանձնաժողով ստեղծել, նշանակելով այդ հանձնաժողովի նախագահ առնվազն քաղաքապետին կամ պաշտպանության նախարարին։ Ոչինչ չարվեց։ Իսկ դրա փոխարեն մի քանի օր առաջ, այս նույն սեպտեմբերին, Բաքվում եւ Անկարայում տոնում էին 1918 թվականին Օսմանյան բանակի եւ նրան կից բաշի բոզուկների մուտքը Բաքու եւ հայկական կոտորածները, փաստորեն տոնում էին հայկական կոտորածները։ Մտել են սեպտեմբերի 15-ին, 3 օր շարունակ տեղի են ունեցել կոտորածներ, մոտ 30,000 հայ ոչնչացվել։ Հիշեցին Հայաստանում այդ մասին, ոչ։ Սակայն նրանք հիշում են եւ տոնում են Թուրքիայի գլխավոր շտաբի պետն էր թռել Բաքու, մասնակցելու այդ միջոցառումներին։ Անկարայում դեսպանությունը ադրբեջանական անցկացնում էր այդ տոնական միջոցառումները թուրքական ազգայնական կազմակերպությունների, կուսակցությունների հետ միասին, ընդ որում կոչվում էր այդ տոնակատարությունը իսլամական բանակի մուտքը ուրեմն Բաքու եւ Էնվեր Փաշան։ Իսկն Էնվեր Փաշան հայ ժողովրդի դահիճներից, գլխավոր դահիճներից մեկը այսօր այնտեղ հերոսի կարգավիճակով է։ Իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սա աննորմալ իրավիճակ է։ Ոնց կարող էին օրինակ հրեաները Հիտլերի ոգեկոչումը Բերլինում ոգեկոչեին Հիտլերին
եւ հрյաների կոտորածները, որից հետո նրանք ասեն մենք խաղաղություն ենք հաստատում այս Հիտլերի ճտերի հետ։ Չէին կարող։ Անհնար բան է, եթե այդպիսի խաղաղություն ես հաստատում, դա բնականաբար խաղաղություն չէ, որովհետեւ Էնվեր Փաշայի հետնորդները նպատակ ունեն դարձյալ շարունակել իրենց հերոսի, այսպես ճակերտավոր հերոսի գործունեությունը, ցեղասպանական գործունեությունը։ Պարոն Այվազյան, սեպտեմբեր 13-ին Ջերմուկի հերոսամարտերի էլի տարելիցի օրն էր, որտեղ երգը երկրորդ սարդարապատ են արել։ Որովհետև պաշտոնական լուրջ չկա, դե սրանք ստորաբար, դավաճանաբար, ինչպես 44 օրյա, այնպես էլ ոչ մի զոհվածի անուն չեն հրապարակում, էլի, որ մոռացության տան, այդ ինքնության ծածկելն է։ Մենք այդ օրը, մենք չէ, իշխանական այս բանը, չգիտեմ էլ ինչ ասեմ սրանց, էլի, Հրազդանում բանը ֆեստիվալ են անում, ձախ հարութագալի երկում բան, ինչ-որ սենց բաներ են կանում։ Մենք սրա համար եւս ինչ-որ բումերանգ է էլի կյանքը, մեկը պատժվելու ենք, էլի ենք պատժվելու, քանի խելքները, գլուխներս չենք հավաքել, էլի ենք պատժվելու։ Դե տեսեք, բնության ու արարչի օրենք է սա, էլի։ Հայաստանում հիմա ինչ իրավիճակ է, իշխանությունը, ինչպես ասացի, ուրացել է արդեն եւ ուրանում է, շարունակում է այդ ընթացքը, նրանք հեռանում են հայկական ինքնությունից եւ փորձում են հնարավորին չափ շատ զանգված իրենց հետևից տանել։ Ժողովուրդը չի հեռանում, տեսակ ասենք, ժողովուրդը ինչպիսի արձագանք տվեց Արարատ լեռան այս ուրեմն որևէ ահռելի մեծամասնություն, բացարձակ մեծամասնությունը մերժում է մեր լեռան Արարատի նկատմամբ ուրեմն այսպիսի ԿՊԱ-ական, փաշինյանական վերաբերմունքը, թուրքական վերաբերմունքը։ Դե նույնն է եկեղեցու դեմ պայքարը, կներեք, նույնը լինելու է քաղաքացու օրեին մոգոնել, թքեց ժողովուրդը իրանց վրա էլ իրենց քաղաքացու վրա էլ։ Միտքս ուղղակի ուզում եմ շարունակել, հետև տեղի է ունենում տարանջատում, ջրբաժանկա իշխանության այդ քաղաքական ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների, որոնք այսպես իրականում հետևում են Փաշինյանի խոսքին, հավատում են ու չգիտեմ իրենք էլ են քարոզում, որ ահա ոչ մի Արարատ եւ այլն, ջրբաժան է հայ ժողովրդի եւ իշխանության միջեւ։ Սա լավ բան չէ իհարկե, որովհետեւ իշխանության ձեռքում են գտնվում ուժային լծակները, ԶԼՄ-ները եւ այլն, բայց սա կարող է բերել, ես վաղուց եմ ասել, մի քանի բան եմ ասել, սկսած 21 թվականից ես անդադ կրկնում եմ, որ Հայաստանը տանում են դեպի թուրքացման, հիմա արդեն գնալով է, երևում է, ավելի շատ արդեն անզեն աչքով է երևում, երբ այն ժամանակ էի ասում, մի տեսակ զարմացած նայում էին, ասում են, ինչ թուրքացման մասին է խոսքը, մի կողմից դեպի թուրքացում է գնում, ուրեմն եւ մյուս կողմից հենց առաջանում է վտանգ քաղաքացիական լուրջ բախումների։ Իհարկե, քանի որ ժողովրդի բացարձակ մեծամասնության մեջ մնում է հայ, այս ուրացողները պարտվելու են, բայց այդ պարտությունը Հայաստանի վրա կարող է շատ թանկ նստել։ Սա է խնդիրը, շատ թանկ կարող է նստել եւ նույնիսկ կարող է կործանարար լինել։ Ամեն դեպքում նրանք պարտվելու են, որովհետև չնչին փոքրամասնություն են։ Շատ կարճ կամ կուզեք առանձին հաղորդման անդրադառնանք Հայաստանի ներքաղաքական վիճակին, նոր աշունը թեժանում է, ուժերը ակտիվանում են, այսօր ազգային ժողովում լսումներ է իմպիչմենտի, գործընթաց սկսելու, սպասումներ կան, չկան, բայց գիտեմ ձեր վերաբերմունքը մեր փառապանծ ընդդիմության մասին։ Ճիշտն ասած, ես որևէ հույս չեմ տածում այդ իմպիչմենտի գործընթացի հետ, որովհետև Փաշինյանն ամբողջությամբ վերահսկում է խորհրդարանը եւ ԿՊ-ն այնտեղ մեծամասնություն է, ինչ իմպիչմենտի մասին կարող է խոսք լինել։ Բացի դրանից ընդդիմությունը ինքը գիշեր-ցերեկ միմյանց միջև ինչ որ հարցեր են կարգավորում, ինչ որ իրար են կսմիթներ կան այո։ Կսմիթներ չեն, լավ էլ հարվածներ են, այսինքն սա է իրավիճակը, հույսեր չեմ տածում եւ բանն այն է, որ մեր ընդդիմությունն էլ անկախ չէ, ինչպես մեր իշխանությունը,
Այո, ինչպես մեր իշխանությունը կախված է այդ օտար ուժային կենտրոններից եւ կատարում է նրանց հանձնարարությունները, մեր այսպես կոչված ընդդիմությունն էլ նույն գրեթե կարգավիճակում է եւ կատարում է դարձյալ դրսից եկած հրահանգ։ Իսկ նոր ուժեր են պետք, թարմ ուղեղներ, նոր արյուն։ Այո, բայց այդ նոր ուժերն էլ մեզպես փոքր երկրում շատ բարդ է ձևավորել նոր ուժեր։ Հասկանում եք, երբ դրա համար պետք է նաև ռեսուրսներ, ֆինանսական, կազմակերպչական եւ այլն ռեսուրսներ են պետք, նոր ուժեր դժվար է ձևավորել, շատ բարդ գործ է։ Այնպես որ ամեն ինչ պետք է լուծվի ինչ որ ֆորս մաժորային տարբերակով, ինչ որ մի պահի։ Բայց դե երբ կլինի այդ պահը, ոնց կլինի, ինչպես կլինի, դժվար է ասել։ Դա ռեգիոնից է կախված։ Տարածաշրջանի ինձ համար այսօր ավելի հետաքրքիր են արտաքին զարգացումները, քան ներքին զարգացումները, որտեղ ներքին զարգացումներում ես չեմ տեսնում լուրջ ինչ որ տեղաշարժեր, ուժերի ինչ որ հայտնվել, նոր ուժերի, այդպիսի բաներ ես չեմ տեսնում։ Հին ուժերն են եւ նրանց մանգլավիկներ փոքր ուժերն են, այսպես։ Դե այսօր Գերագույնը գնաց Մոսկվա, չէ՞ միջուկային եսի ինչ ժողովի պիտի մասնակցեին։ Ցարի հետ հանդիպեց, ցարն ասեց ամեն ինչ լավ է, էս էլ ասեց Վլադիմիր Վլադիմիրիչ, կեցե մայիսի 1-ը ուռա տավարիշի։ Տեսնենք աշխարհը, տարածաշրջանը այսպես լուրջ մարտահրավերների առջև են եւ կարող են կտրուկ փոփոխություններ տեղի ունենալ։ Իսկ եթե ամեն ինչ շարունակվի այնպես ինչպես հիմա է, ուրեմն մեր իրավիճակը ել ավելի վատ կլինի։ Շնորհակալություն։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր։ Շնորհակալություն նաեւ ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ մեր ալիքին բաժանորդագրվեցիք։